Ընկերներ ողջույն, սահմանացնում ենք հանուն Հանրապետության կուսակցության քաղաքական խորհրդի անդամ Արնոլդ Բլեյանի հետ։ Ողջույն պարոն Բլեյան, շնորհակալություն հրավերելու համար։ Ողջույն, միշտ սիրով։ Սկսենք Սամվել Կարապետյանի հայտարարությունից, ինչպես գիտեք, նրա կալանքը եւս 2 ամսով երկարաձգվեց, նրա փաստաբանները եւ ինքը Կարապետյանը նրա շրջապատային համարում են քաղաքական հետապնդում։ Կարապետյանը մեկուսարանից հայտարարություն է տարածել, ասում է, որ ընդամենը մի քանի ամսից շնորհավորելու ենք իրար արդարության հաղթանակի, արժանապատվության վերականգնման, չարիքի պարտության եւ Հայաստանի համար նոր բարեկեցության եւ խաղաղության ժամանակաշրջանի սկզբի կապակցությամբ, ուրեմն շարունակում ենք պայքարը եւ գնում դեպի անվերապահ հաղթանակ մեր ձևով։ Սկսենք նրանից, թե արդյոք Սամվել Կարապետյանի հաղթանակի տակ կա իրատեսական վստահություն, հաղթանակի, այսպես ասենք, իրատեսական մոդել, թե սա ընդհանրապես համակիրներին գոտեպնդելու, այսպես ասենք, ոգևորելու կոչ է, պայմանավորված իր դեմ ընթացող քրեական գործերով։ Եթե իրենք հաղթանակ են համարում, որ կարող են ձևավորել իշխանություն 2026 թվականի խորհրդարանական ընտրությունների արդյունքներով, ապա իրենք հեռու են իրականությունից, բայց այն, որ իրենք կարող են ընդգրկվել խորհրդարանում, նույնիսկ լինել երկրորդ ուժը կամ առաջին ընդդիմադիր ուժը ճակերտների մեջ ընդդիմադիր, որովհետև ես իրականում իրենց չեմ համարում ընդդիմադիր, թալապես ուժ գաղափարական ընդդիմադիր ուժ, ես իրենց համարում եմ պետության ընդդիմադիր ուժ, եւ այստեղ ես խնդիրներ ունեմ նաեւ իշխանության հետ, որ օրինակ իրենց նոր ձևավորված կուսակցությունը կարծես թե գրանցվում է, այսինքն կարծես թե իրենք դասեր չեն քաղում ոչ Մոլդովայից, ոչ Ֆրանսիայից, ոչ Ռումինիայից, ոչ շուտով Գերմանիայից, Չեխիայից, այսինքն այստեղ է խնդիրը, որ թույլատրվում են կեղտոտ փողերով մրցապայքարի մեջ մտնել եւ գիտեք, այո, ընտրությունները լինելու են ազատ, բայց ընտրությունները չեն լինելու արդար, եթե իրենք մասնակցում են, որովհետեւ իրենք ահռելի մեծ գումարներ են ներդրում այդ ընտրապայքարի մեջ եւ անում են ամեն ինչ, որպեսզի հայտնվեն խորհրդարանում, իսկ իրականում Սամվել Կարապետյանի պայքարը ոչ այնքան խորհրդարանում ուժ տեղ գտնելու համար է, այլ որպեսզի արդարացնի իր գոյությունը եւ որպեսզի հանկարծ Ռուսաստանում չսկսեն խլել իր ունեցվածքը։ Իսկ այն, որ դա տեղի ունենալու, վստահաբար կարող ենք ասել, որովհետեւ Ռուսաստանը հենց այդպիսի երկիր է, իրենք պարազիտի պես հենց մի փոքր թուլանում է կամ իրենց այլևս պետք չէ, իրենք սկսում են հոշոտել այդ մարդուն։ Իրենց ունեցվածքը մենք տեսնում ենք, թե ինչ է կատարվում Ռուբեն Վարդանյանի, կապիտալի հետ Ռուսաստանում, արդեն այսօր իսկ Սամվել Կարապետյանի որոշ մերձավորներ խնդիրների առաջ են բախվում Ռուսաստանում եւ Սամվել Կարապետյանը իր բարեկամները, անմիջական բարեկամները, Նարեկ Կարապետյանը մնացածը իրենց բոլորի պայքարը հանուն Ռուսաստանում իրենց կապիտալի պահպանության է։ Այնտեղ չկա որևէ նշույլ անգամ հանուն Հայաստանի Հանրապետության որևէ տեսլականի։ Հակառակը, եթե իրենք գան իշխանության, դիցուք, իրենք կարողացան, օրինակ վաղաշաբաթում չկարողացան Գյումրի 2 սցենար իրագործել, բայց կարողացան իրագործել 26 թվականին, դա կնշանակի Հայաստանի Հանրապետության հետը կազմաքանդում։ Այսինքն, մի օր իրենք կհայտարարեն, որ այ մեր վարորդականները պետք է ճանաչվեն Ռուսաստանի Դաշնությունում, իսկ գիտենք, որ Ռուսաստանի Դաշնությունը պայման է դրել ռուսաց լեզուն որպես երկրորդ պետական լեզու ընդունելու եւ իրենք կգնան այդ քայլի։ Դա մեկ քայլ։ Հաջորդ թիվ իրենք կասեն Ռուսաստանի Դաշնությունը մեր դաշնակիցն է եւ հետեւաբար ռուսների հետ մենք պետք է համագործակցենք, առողջիչ ենք համարում օգոստոսի 8-ի համաձայնությունները եւ վերադառնում ենք նոյեմբերի 9-ի, մասնավորապես նոյեմբերի 9-րդ կետի իրագործմանը։ Իհարկե խոսք չկա մնացած կետերի մասին։ Իրենք նույնիսկ եթե ցանկություններ ունենան չեն կարող իրագործել նոյեմբերի 9-ի մյուս կետերը, այսինքն ոչ թե իրագործել, այլ պարտադրել Ռուսաստանին եւ Ադրբեջանին կատարել իրենց կողմից վերցրած պարտականությունները ըստ հայտարարության։ Հաջորդիվ իրենք ասեն Ռուսաստանի Դաշնությունը մեր դաշնակիցն է, գիտեք, որ իրենք պայքարում են Ուկրաինայում նացիստների դեմ, ինչպես օրինակ ռուսական նարատիվն է ասում։ Հետևաբար մենք ջոկատ ենք ուղարկում, որպեսզի պաշտպանենք նաև մեր ռուսահայերին ընդդեմ այսպես կոչված ուկրաինացի նացիստների։ Եվ այսպես շարունակ։ Հետո մենք մի օր
Ռուսաստանը կցանկանա իր հարաբերությունները բարելավել Ադրբեջանի հետ եւ ինչպես գիտենք միշտ տեղի ունենում մի հաշիվ հայերի, այսինքն մենք ենք հաշիվ փակողը լինում իրենց քեֆերի, իրենց ուրախությունների։ Ի հայտ կգան ինչ-ինչ էկոակտիվիստներ, Մեղրի միջանցքում, Զանգեզուրի միջանցքում արդեն գոյություն այդ ժամանակ գոյություն ունեցող Զանգեզուրի միջանցքում եւ ադրբեջանցիները կփակեն ճանապարհը եւ շարունակությունը մենք գիտենք, մենք տեսել ենք, թե ինչտեղ ունեցավ Լաչինի միջանցքի հետ, թե ինչպես Արցախը կամ Լեռնային Ղարաբաղացավ, հետո նույնը տեղի կունենա Սյունիքի հետ, հետո մենք ասենք, այսինքն իրենք կհայտարարեն, որ քանի որ առանց Սյունիքի Հայաստանի Հանրապետությունն այլևս կենսունակ երկիր չէ, հետեւաբար միակ փրկությունը, որպեսզի պահպանենք մեր հայոց իդենտիֆիկացումը եւ այլն, մենք մտնում ենք լավագույն տարբերակում Ռուսաստան-Բելարուս միութենական կազմի մեջ, իսկ ամենայն հավանականությամբ Ռուբեն Վարդանյանի ասած Թաթարստանի կարգավիճակով, իսկ Թաթարստանի կարգավիճակը այդ ժամանակ կլինի մեր համար բաղձալի, որովհետեւ Թաթարստանը եթե ինչպես Ռուբեն Վարդանյանն էր ձևակերպում ամենազարգացող ռեգիոններից մեկն է, ապա մենք այդ ռեգիոնը չենք լինի։ Հետևաբար Սամվել Կարապետյանի իշխանության գալը Հայաստանում եւ ընդհանրապես իրենց բոլորի Սամվել Կարապետյան, Սերժ Սարգսյան, Ռոբերտ Քոչարյան, Դաշնակցություն, Գագիկ Ծառուկյան, Տիգրան Ուրիխանյան, Մայր Հայաստան դաշինք, Հաղթանակ դաշինք, վերջերս ի հայտ եկավ, ես չէի լսել իրենց մասին։ Եվ այսպես հայրենիք կուսակցություն Արթուր Վանեցյան, իրենք բոլորը աշխատում են Ռուսաստանի Դաշնության վրա։ Սա է իրականությունը։ Եվ այստեղ է, որ գործ ունի անելու թե իշխանությունը, թե իրապես պրո-հայաստանյան կուսակցությունները Հայաստանի Հանրապետությունում։ Իսկ որպեսզի իմանալ, թե որոնք են այդ կուսակցությունները, կա միայն մեկ ֆիլտր, դա օգոստոսի 8-ի հուշագրերն են, համաձայնագրերն են, որոնք մենք ընկեցինք Միացյալ Նահանգների հետ եւ Հայաստանի հետ եւ ցանկացած ուժ, որը դեմ է դուրս գալիս դրան, գիտեք, կարելի է քննադատել կամ քննարկել կամ մտածել, թե ինչպես այն իրագործել կամ որպես իրագործել ել ավելի շահավետ Հայաստանի Հանրապետության համար, բայց գնալ դեմ այդ համաձայնագրերի, դա նշանակում է խոսել նոյեմբերի 9-ից։ Այլ տարբերակ չկա այլևս։ Կամ կա օգոստոսի 8, կամ կա նոյեմբերի 9-ի 9-րդ կետ։ Հետևաբար, եթե դու մերժում ես օգոստոսի 8-ը, դու ապրիորի ընդունում ես նոյեմբերի 9-ի 9-րդ կետը։ Եթե դու ընդունում ես նոյեմբերի 9-ի 9-րդ կետը, դու ընդունում ես Հայաստանի Հանրապետության կազմաքանդումը, Հայաստանի Հանրապետության Ղարաբաղացումը։ Այդպիսի ուժերի հետ, օրինակ, մեր կուսակցությունը չունի ճանապարհ գնալու։ Այս դեպքում, պարոն Բլեյան, օրինակ իշխանության անելիքը որը պետք է լինի, նաև պետության անելիքը, էլի, եթե մենք համարում ենք, որ այո, այս մարդիկ նաև այդ սահմանը անցնում են եւ պետության դեմ են գործում եւ ձեր հիշատակած անձինք եւ նրանց գործունեությունը ավելի ճիշտ, բավականին նաև նման է տարբեր երկրներում տարբեր քաղաքական ուժերի կամ գործիչների ծավալած գործունեությանը, այսինքն Ռուսաստանի շահերի սպասարկման տրամաբանությամբ, օրինակ մենք կարող ենք վերցնել նույն Մոլդովան, մենք կարող ենք դիտարկել նաև նույն Վրաստանի տարբերակը, հա, որտեղ Մոլդովայի դեպքում էլ կան այդպիսի ուժեր, որոնք նաև խորհրդարանում են եւ այլն, բա այս դեպքում պետության անելիքը որը պիտի լինի հենց պետությանը պաշտպանելու համար։ Այսինքն մեզ համար չպիտի լինի ընդունելի եւ սովորական, երբ որ ինչ որ մի քաղաքական ուժ ջատագովում է Հայաստանի, ինչպես դուք ասեցիք, Ղարաբաղացումը կոպիտ ասած, կամ Հայաստանի մեկ այլ պետության, անկախ նրանից այդ պետության անունը Ռուսաստան է թե մեկ ուրիշ բան, այդ պետության ինչ որ ծայրագավառ լինելու հանգամանք։ Հեծանիվ հորինելու կարիք չկա։ Պարզապես պետք է ընդօրինակել այլ երկրների հաջողված փորձը։ Եվ այդ երկրներից մեկը, իսկ երկրները մի քանիսն են, կարող է լինել հենց Մոլդովան։ Այսինքն, եթե Մոլդովան պրոռուսական կուսակցությունները փակվում էին, այդ կուսակցությունները դիմում էին դատարան, որպեսզի վերականգնվեն, դատարանը ուժի մեջ էր թողնում այդ որոշումը, ինչի համար էր դա արվում։ Դա արվում էր հենց նրա համար, որպեսզի Մոլդովայի պետությունը պահպանվի։ Իսկ Մոլդովան շատ խնդրահարույց իրավիճակում է, պատկերացնում եք, մոլդովական ընտրություններին մասնակցում են նաև Մոլդովայում օկուպացված, ռուսների կողմից օկուպացված մեր Դնեստրի քաղաքացիները։ Մոլդովայի ընտրություններին մասնակցում են նաև մեկ այլ անջատողական, հա, այսպես անջատողական նկրտումներ ունեցող տարածքի Գագաուզիայի բնակիչները։ Եվ շատ դժվար էր Մոլդովան պահպանել այն, ինչ իրենք կարողացան անել։ Եվ այստեղ պետք է մենք ասենք, որ Մայա Սանդուն իրոք ահռելի գործ է արել, Մայա Սանդու իշխանությունը, իր կառավարությունը, իր թիմը ահռելի գործ են արել։
նախորդ Միացյալ Նահանգների նախորդ վարչակազմը հատուկ ծրագիր էր մշակել մոլդովայական իշխանությունների հետ, ըստ որի ռուսական աֆիլիացիա ունեցող տարատեսակ մեդիաներ իրենք պարզապես փակվում էին։ Եվ որևէ եվրոպական կառույց չհելավ, չհայտարարեց, որ Մոլդովան հետընթաց է ապրում ժողովրդավարական իրողուց, հակառակը իրենք ողջունում էին, իրենք ասում են այո, ժողովրդավարությունը դա ամենաթողություն չէ, դա բարձի թողություն չէ, բայց իշխանությունը իմը ինչ ասում, ինքը ասում է այն ինչ ասում էր 21 թվականին, որ ժողովուրդը ինքը պետք է իր գնահատականը տա այս ուժերին։ Դե կներեք, դե ինչքան կարելի ամեն ինչ բարթել քաղաքացիների ուսերին։ Իհարկե կարելի է միշտ հայտարարել, որ մենք հավատում ենք Հայաստանի Հանրապետության քաղաքացիների ողջամտությանը եւ այլն, բայց էլի հավատանք, բայց չեն կարող կուրորեն հավատալ, որ բոլոր այդ մոտավորապես 3 միլիոն քաղաքացիները կամ իհարկե ոչ բոլորն են ընտրող, բոլորը այդքան ողջամիտ են եւ բայց եթե այսինքն իրենք վստահ են, որ իրենք կձևավորեն իշխանություն, իսկ թե ով կլինի ընդդիմությունը իրենց համար այդքան էական չէ։ Դա այդպես չէ, որտեղ ընդդիմությունը դա նույնպես իշխանություն է։ Ազգային ժողովը կազմված է իշխանական եւ ընդդիմադիր բաներից, ֆրակցիաներից։ Հետևաբար ընդդիմությունը նույնպես իշխանություն է։ Եվ չի կարելի այդպեսի կամահրանքով վերաբերվել ընդդիմությանը։ Ընդդիմադիր ընդհանրապես ինստիտուտին։ Այսօր թյուր կարծիք կա շատերիս մոտ, համակարգացիների մոտ, որ ընդդիմությունը պետք է անպայման դեմ լինի ամեն ինչին, ինչ անում է իշխանությունը։ Այդպես չէ, այդպես չի լինում, հակառակը։ Լինում են դեպքեր, երբ ընդդիմությունն իր վրա է վերցնում որոշ շատ կարևոր օրինագծերի առաջխաղացումը կամ տարատեսակ պրոյեկտների իրագործումը, ենթադրենք դիցուկ իշխանությունը կաշկանդված է իրան զգում որևէ գործով եւ ընդդիմադիր դաշտը իր վրա է վերցնում եւ ընդհանրապես քաղաքացին պետք է տեսնի ազգային ժողովի խորհրդարանի կազմին եւ ասի լավ ես ում ընտրեմ հաջորդ ընտրություններին այս իշխանությանը թե ընդդիմադիր իշխանության իսկ այս դեպքում քաղաքացիների մեծամասնությունը նայում է ասում է վայ ամեն ինչ անենք հանկարծ այս ընդդիմադիր հատվածը չգա դառնա իշխանական սա կատաստրոֆա է եւ նաեւ մեր գործընկերները արևմուտքում նույնպես նայում են եւ ասում են կներեք սա է ձեր այլընտրանքը ընդդիմությունը դա այլընտրանք է այսօր Հայաստանի Հանրապետությունում ազգային ժողովում այլընտրանք ներկայացված են ուժեր որոնք օրը ցերեկով խոսում են ռուսական նարատիվներից եւ տարածում են ռուսական նարատիվներ ընդ որում շատ հաճախ այդ նարատիվները նույնացվում են ադրբեջանական նարատիվների հետ շատ ժամանակ Իլհամ Ալիևը այստեղ ունի ներկայացուցիչներ իրենց պրո-ադրբեջանական պրո-իշխանական չնայած իրանք այլ տիպի մեդիա չունեն Ադրբեջանում որևէ հայտարարությամբ հանդես կգան եւ այստեղի ընդդիմադիրները կսկսեն դա տարածել դա անթույլատրելի է եւ մենք տեսանք նույն Սավել Կարապետյանի դեպքում ինչ արեց Նարեկ Կարապետյանը ահռելի գումար վճարեց այդ ճակերտավոր լրատվականին Կարլսոնին Թակեր Կարլսոնին որպեսզի գնա այնտեղ եւ ասի որ իշխանության պատճառով է որ 100,000 հոգի հայրենազրկվել են այսինքն մենք փորձենք ամեն անգամ ասել խոսել քաղաքասարակությունը նաեւ փորձում ամեն անգամ ցույց տալ որ դա էթնիկ զտում է ադրբեջանցիները մեղսագործ են չէ պարզվեց որ մենք ենք մեղավոր այլ նախկին նախագահաներ Քոչարյան Սարգսյան կարծեմ նաեւ Տեր-Պետրոսյան էլի մեղադրում են իշխանությանը ասում են որ մենք ենք հրահրել պատերազմը 2020 թվականին այդ դեպքում հարց է առաջանում իսկ 2016 թվականին էլի Նիկոլ Փաշինյանն էր հրահրել պատերազմ այդ ժամանակ ով էր հրահրել պատերազմ չէ որ պատերազմ էր քարորիա եւ դա զգուշացումն էր նախերգանքն էր ծաղիկներն էին եւ դրանից հետո է որ Սերժ Սարգսյանը խորհրդարանում Ստեփանակերտի ասում որ եթե չեք ուզում եկեք Ստեփանակերտ պետք է գլուխներդ խելքներդ գլուխներդ հավաքեք այսինքն Սերժ Սարգսյանը շատ լավ պատկերացնում էր իրավիճակը եւ կարծում եմ նա նույնիսկ ուրախացավ երբ տեղի ունենում հեղափոխություն Հայաստանում որովհետեւ նա
թոթափեց այդ լուծը։ Իսկ եթե մենք վերադառնանք, ես բոլորին վերջերս ընթերցում էի Վանո Սիրադեղյանի նամակը Վազգեն Սարգսյանին 98 թվականին։ Եվ 98 թվականին արդեն Վանո Սիրադեղյանը տեսնում էր եւ նաև Վազգեն Սարգսյանն էր դա գիտակցում այդ ժամանակ, որ Լեռնային Ղարաբաղի կարգավիճակը արդեն իսկ փակուղային է։ Այսինքն այդ ժամանակ իրենք տեսնում են, թե իրենք մտածում են, թե ինչպես կարելի է այս ամենի տակից դուրս գալ։ Եվ Վանո Սիրադեղյանն իր նամակում ասում է, այլ տես Տեր-Պետրոսյանը կարողացավ թռնել։ Բայց դու, պարոն Սարգսյան, քո վրա ես վերցրել, իրենք քո գրպանն են գցելու այդ ամենը, եւ սա անձնական նամակ է։ Սա ոչ թե ինչ-որ PR նամակ էր կամ ինչ-որ քաղաքական հաշվարկ, այլ անձնական նամակ Վանոյից Վազգենին, երկու մտերիմ ընկերների միջև։ Իսկ մենք կարող ենք հավաստի կերպով ասել, որ 98 թվականի դուրսամբ արդեն իսկ մեր էլիտան, իշխանական հասկանում էր, որ շատ դժվարությամբ կարող ենք ինչ-որ մի բան անել։ Եվ սա էր պատճառը, որ Վազգեն Սարգսյանը մեկնում է Միացյալ Նահանգներ, հայ-ամերիկյան առաջին միջկառավարական համաժողովն է տեղ ունենում Վազգեն Սարգսյանն Ալբերտ Գոր ձևաչափով։ Այդտեղ է, որ Վազգեն Սարգսյանն ասում է, որ մենք կսկսենք ավելի շատ համագործակցել Միացյալ Նահանգների եւ Եվրոպական միության հետ։ Եվ դրա համար տեղ ունեցավ նաև հոկտեմբերի 27-ը։ Եվ դա դեռ հաղթանակից ընդամենը մի քանի տարի անց։ Այո, մի քանի տարի անց։ Եվ պարոն Բլեյան, դուք հիշեցիք, որ Քոչարյանը, Սարգսյանը պարբերաբար Հայաստանին են մեղադրում պատերազմ հրահրելու մեջ, կարող ենք հիշել նաև իր բառերով կամ իրեն հասկանալի բառերով ասեմ, թասիբով Սամվել Կարապետյանին, որը պատերազմի օրերին եւ Ադրբեջանին եւ Հայաստանին էր կոչեր հղում։ Արիա Զախարովություն էր անում այլ կերպ։ Այո, ու այս մարդիկ այսօր եկել կանգնել են ստեղ, ինչ-որ տվայտվում են մեր դարդուցավով իբր իրենց արևին, ինչևէ, ու ինչ եմ ուզում ասեմ, այսինքն նաև Հայաստանի դեմ գործողությունները հիբրիդային պատերազմը պոզով պոչով նաև չի լինում, հա, լինում է հենց այսպես։ Սա այն է, ինչ մենք շատ հաճախ անվանում ենք այդ հիբրիդային պատերազմը։ Դա ինչ որ այսպես մի թաքնված, աննկատ մի եսիմ ինչ չի, հա։ Ի վերջո, այդ պատերազմը ունի իր գործիքները, ունի իր խոսափողները, ունի իր դերակատարները եւ այլն, եւ խնդրեմ, այս մարդկանց հայտարարությունները վառ դրա մասին են խոսում։ Նաև կարող ենք հիշել այս վերջին օրերին տարածված թուրքական կեղծ, որի հետքերը նաև Ռուսաստան է հասնում, հրապարակումը, թե իբր Երևանում 10 մզկիթ է կառուցվելու Թուրքիայի պահանջով ու նման բաներ, որ այդ ցնդաբանության տարածողներից մեկը Հայաստանի ժուրնալիստների միության նախագահն է, ոչ բարով Սաթիկ Սերյանյանը, դրան հաջորդում է իր հետ հենց զրույցում իրեն ինչ որ մասնագետ հորջորջացող ինչ որ մեկը, որը պնդում է, որ ինչ որ արաբական գարնան սցենարներն են գրվել Հայաստանում ու եսի ինչեր են գուժում Հայաստանի համար, հա, նկատի ունեմ լավ, ու այս շրջանակները իշխանությանը, այդ թվում նաև մեզ բոլորիս անվանում են թրքասեր, առավոտից երեկո թրքական նարատիվները, կեղծ լուրերը եւ հիբրիդային պատերազմի գրողները, տարածողները իրենք են, հետեւաբար իրենք են նաեւ դառնում այդ պատերազմի գործիքներից մեկը, բայց մյուսներին անվանում են թրքասեր։ Իրենցից լավ թրքասեր երևի դժվար է երկրում գտնել, եթե անկեղծ լինենք, հա, բայց սրա դեմն էլ պետք է առնել։ Ով ասաց, որ պետության միակ պոզիտիվ պարտավորությունը մեր ֆիզիկական անվտանգությունը ապահովելն է։ Բա մեր կոգնիտիվ անվտանգությունը ով է ապահովելու։ Ի վերջո հիբրիդային պատերազմը դա պատերազմ է։ Այստեղ բանալի բառը պատերազմն է։ Եվ հետևաբար ուրեն այն կանխարգելիչ գործողությունները, որ Հայաստանի Հանրապետությունը պետք է կատարի։ Հասարակ մի բան, այս որքան ժամանակ պահանջում ենք իշխանությունից փակել, գոնե մուլտիպլեքսից անել ռուսական այդ լրատվականները, էլի չի արվում։ Էլի ամեն անգամ փորձում են փշի անելով, չգիտեմ ինչ-որ հանդիպումներով, նոր ձեռք բերված պայմանավորվածություններով փակել այս թեման։ Երեք մենք մասնակցում էինք, գիտեք, որ սեպտեմբերի 18-ին ՄԻԵԴ վճիռ էր կայացրել մարտի 1-ի գործիք կապակցությամբ։ Սա երկնքից թափված մանանա է հայ իշխանության համար, որպեսզի գոնե այդ տարիներին այն ուժերը, որոնք մաս են կազմել, իշխանական մաս են կազմել, իրենք պետք է քաղաքական
քաղաքականությամբ զբաղվելու իրավունքից պարզապես զրկվեն, այստեղ չկա որևէ հակաժողովրդավարական բան։ Հակառակը չեն կարող ժողովրդավարության դեմ գործող ուժերը ժողովրդավարական ճանապարհով պայքարել հանուն իշխանության, որպեսզի գան իշխանության եւ տապալեն ժողովրդավարությունը։ Չի լինում այդպես։ Այստեղ տրամաբանական կապ գոյություն չունի պարզապես։ Դեպ ես լիահույս եմ, որ ի վերջո այդ կապակցությամբ մենք իշխանությունը ի վերջո կկարողանա գալ որևէ լուծման, որը թույլ կտա, որը թույլ չի տա, որ Ռոբերտ Քոչարյանը, Սերժ Սարգսյանը, այսինքն Հանրապետական կուսակցությունը, ովքեր են 2008 թվականին իշխանության, եւ դրանից հետո Հանրապետական կուսակցությունը, Բարգավաճ Հայաստան կուսակցությունը, հետո նաեւ Օրինաց երկիր կուսակցությունը, Դաշնակցությունը եւ ոչ միայն Ռոբերտ Քոչարյանը, ով կուսակցականներ, բայց նա մասը կազմել իշխանությանը, տարատեսակ գլխավոր դատախազ, վարչապետ, փոխվարչապետ եւ այլն։ Իրենք բոլորը պետք է քաղաքական ասպարեզից դուրս գան։ Եվ պետք Մի է պահ պատկերացրեք 2026 թվականին այդ ուժերը չկան ջրեր։ Պատկերացրեք ինչ առողջ քննադատություն կլինի։ Այսինքն հմեկով մենք այլ ոչ թե գզվռտոց ենք տեսնելու, այլ տեսնելու ենք տարատեսակ քաղաքական ուժեր, որոնք բանավիճելու են հանուն Հայաստանի Հանրապետության, որն է Հայաստանի համար ավելի լավը։ Ոչ թե ով է հողատու, ով է կոռուպացված, ով ինչքան է կերել, ոչ թե որն է լավ օգոստոսի 8-ը, թե նոյեմբերի 9-ը Իսեր Աստծո, այլ ոչ։ Այո, իշխանություն, դու արել ես սա, լավ ես արել ես մի բանը, բայց այս մի հարցում դու թերացել ես, եւ եթե մենք գանք իշխանությանը, մենք դա ենք անելու։ Ինչու դա դու չես արել։ Այս սրա մասին պետք է լինի բանավեճը եւ քաղաքական դիսկուրսը 2026 թվականի խորհրդարանական ընտրություններին։ Սրան են կարոտ Հայաստանի Հանրապետության քաղաքացիները։ Կարոտ, որովհետեւ չեն էլ տեսել իրականում։ Մի փոքր դրվագ կար Եվրաքվեի ստորագրության ժամանակ, երբ գրեթե բոլոր, այդ թվում այսպես կոչված ընդդիմադիրները քննարկում էին Եվրաքվեն եւ կամա թե անկամա խոսում էին Հայաստանի Հանրապետության ապագայի եւ հարաբերության մասին։ Որտեղ խոսում էին պետք է մեզ Եվրոպան, պետք չէ, պետք ենք մեզ Եվրոպային, թե պետք չենք, հա, անկախ դրանից իրենք համաձայն էին, թե համաձայն չէին, բայց այսպիսի դիսկուրս պետք է լինի։ Որն է իրենց գաղափարախոսությունը, ով է ազատական, ով է ազգայնական, ով է ձախ, աջ, ծարահեղ, ծարահեշ, ձախ, ծարահեղ, ձախ։ Այսինքն հասկանում եք, կտրված ենք մնացած աշխարհից։ Մենք չենք կարող Հայաստանի Հանրապետության ներքին խնդիրները փորձել լուծել, չհասկանալով թե ինչ է տեղի ունենում աշխարհում։ Այսօր դու դեմ դուրս գալ եւ խոսել օգոստոսի 8-ի դեմ, երեք արդեն Միացյալ Նահանգները կներողություն այսօր քննարկում է օգոստոսի 8-ի համաձայնագրերը Վրաստանի հետ, որպեսզի Վրաստանը նույնպես մաս կազմի այս ամենին։ Եվ նախագահ Խաչատուրյանն է այսօր Վրաստանում, եւ վրաց նախագահի հետ քննարկում են։ Այսինքն օգոստոսի 8-ը իմ համար դա հոկտեմբերի 28-ն է, որովհետեւ հոկտեմբերի 27-ին ընդհատվեց Հայաստանի Հանրապետության առաջ գնալու հնարավորությունը։ Այնպես չէ, որ այն ժամանակ առաջ էին գնում, բայց համենայնդեպս գոնե այն ժամանակ միասնություն դաշինքի հանդեպ կար մեծ վստահություն հասարակական եւ միասնություն դաշինք այո իրապես ընտրված ուժ էր եւ իրապես հավատ կար թե Կարեն Դեմիրճյանի, թե Վազգեն Սարգսյանի նկատմամբ։ Եվ այդ ժամանակվանից արդեն մեկնարկը դրվեց Հայաստանի Հանրապետության իշխանության ուզուրպացմանը, որն ընդհատվեց 2018 թվականի մայիսին։ Եվ իշխանությունն ինքն է խոսել, որ իշխանությունը եղել է բռնի կերպով զավթված։ Իսկ ուր է այդ սերտիֆիկատի հեղափոխության։ Որտեղ ես կարող եմ կարդալ։ Հեղափոխություն ինչ է նշանակում։ Ներողություն, եթե պետք է իրավաքաղաքական գնահատական չլիներ, ուրեմն դա հեղափոխություն չէ։ Ուրեմն, չգիտեմ, փողոցից եկել եք, պայքարել եք, եղել են ընտրություններ, հաղթել եք։ Հեղափոխություն նշանակում է հեղափոխություն։ Ուրեմն պետք է լինեն, այսինքն 18 թվականին եղել է հեղափոխություն եւ այն ուժերը, ովքեր դուրս են շպրտվել այդ պայքարից, 21 թվականին մասնակցել են ընտրությունների։ Եվ դա տրամաբանական է, եւ դա ժողովրդավարական է,
Դա հակա ժողովրդավարական է, որտեղ դրանք հակա ժողովրդավարական, հակապետական ուժեր են։ Գյումրու ընտրությունները ես միշտ հիշում եմ, ասում են հաղթեց ժողովրդավարությունը։ Ես համարում եմ, որ Գյումրու ընտրությունները ապտակին ժողովրդավարությանը։ Այսինքն մի գործիչ, ով քաղաքապետ է եղել Գյումրիում մոտ 12 թե 13 տարի եւ մաս է կազմել կեղեքմանն ու հասարակության ուրեմն բսկտմանը նա իրավունք է ստանում, ընդ որում ունենալով նաև անցնելով տարբեր տեսակի քրեական հոդվածներով ընթացիկ իրավունք է ստանում մասնակցել ընտրությունների եւ ոչ միայն ինքը եւ հետո էլ ասում են հաղթեց ժողովրդավարությունը նույնը վաղաշապատի պարագայում որոշ ուժեր չպետք է այնտեղ մասնակցեին ինչ մայր Հայաստան դաշինք ինչ հաղթանակ ինչ հայրենիք այնտեղ մի 2-3-4 ուժ կարող է իրավունք կարող են ունենալ մասնակցել այդ ընտրությունների եւ ընդհանրապես ես կարծում եմ որ սա իմ անձնական կարծիքն է որ պետք է ուսումնասիրել այլ երկրների փորձը եւ ընդհանրապես ընտրությունների մասնակցություն դարձնել պարտադիր իսկ ով չի մասնակցում պետք է տուգանք վճարի եւ դա նույնպես հակաժողովրդավարական չէ ի վերջո մենք պետք է հասկանանք մեր հասարակությունն ինչ է մտածում հիմա 45% մասնակցություն է եղել վաղաշաբաթի ընտրություններում բայց լավ այդ 55%-ը ինչ են մի մասը պրոիշխանական են հավատում են որ մեկը կանցնի մի մասը թափես չի հետաքրքրում մի մասը ասում են մեկը մասնակցենք չմասնակցենք կարևոր չի մի մասը ոչ ոքին չի հավանում պետք է չէ այդ ամեն ինչը մենք հասկանանք մի հատ էլ կետ ավելացնենք բոլորին դեմ են միգուցե 55%-ը բոլորին դեմ է որը չի մասնակցել ես կարծում սա պետք է քննարկել որովհետև իրապես կարևոր է որպեսզի մասնակից լինել այս կարևոր ժամանակաշրջանում Հայաստանի Հանրապետության քաղաքացին պետք է դառնա ավելի քաղաքականացված եւ միգուցե ընտրություններին մասնակցելու պարտականությունը իրենց տիպի ընտրություն կատարել միացնել հեռուստացույցը կամ բացել ուրեմն YouTube-ը ուսումնասիրել որոշ քաղաքական գործիչներին եւ ուժերին եւ ընտրություն կատարել եւ դրանով նաեւ ծանոթանալ քաղաքական անցուդարձին եւ դառնալ քաղաքականապես իսկ քաղաքական լինելը դա նաեւ քաղաքացիական պարտականություն է ի վերջո քաղաքացին ինչ է մեն անձնագիր ունենաս որ կարողանաս ճանապարհորդես չէ դա պարտականություն է դա գիտակցություն է դա սեր է հայրենիքիդ նկատմամբ դա ընտրություններին մասնակցելն է, դա փողոցում աղ չթափելն է, դա ամառակապված մեքենա վարելն է, կամ մեքենայով նստելն է։ Շնորհակալ եմ, պարոն։ Սիրով։ Ընկերներ, զրուցակիցս Հանուն Հանրապետության կուսակցության քաղաքական խորհրդի անդամ Արնոլդ Բլեյանն էր, բաժանորդագրվեք YouTube-յան ալիքին, իսկ օրվա զարգացումներին հետևեք Telegram-յան ալիքում, որի հողում այս տեսանյութի մեկնաբանության բաժնում է։